Կազմակերպության գլխավոր հաշվապահն եմ վերջին 2 տարվա Ներսես Սաունես։ Իմ գործունեության ընթացքում եւ անցյալ գործունեության ընթացքում կազմակերպությունը գործել է բացառապես օրենքի սահմաններում համապատասխան թե հարկային օրենսդրության, թե այլ իրավական օրենսդրական կարգավորումների շրջանում։ Բայց երբ որ ես եկել եմ, այդ ժամանակվանից սկսած անդադ խնդիրներ եղել են կազմակերպությունում։ Մենք աշխատել ենք բացառապես օրենքով։ Ոչ մի հարկ, ոչ մի բան, նույնիսկ մեր հիմնադրի Գավի Ծառուկյանի միջոցներով փոխառություն է ներդրվել անընդհատ 3 ամիսա կազմակերպությունը գտնվում է հարկադիր պարապորտի մեջ։ 3 ամսվա ընթացքում մարդկանց աշխատավարձը կազմակերպությունը չաշխատելով ստեղծված աշխարհաքաղաքական վիճակից կազմակերպությունը բացառապես ոչ մի 3 ամիսա պարապորտ է։ 3 ամիսա պարապորտի մեջ է։ Նշված 3 ամիսների ընթացքում եւ հիմա ես ավելի քան համոզված եմ, որ հնարավորություն ունի Գայիկ Ծառուկյանը նաեւ փոխառություն կտրամադրի հունիս ամսվա աշխատավարձը տալու, հարկերը մարելու, կազմակերպությունը ելի եմ ասում, ստեղծված բարդ իրավիճակում պատշաճ կերպով վճարելա բոլոր տեսակի հարկատեսակները։ Ես ուղղակի մի բանի վրա եմ զարմանում, այս երկրում այս փոքր հնարավորության բիզնեսների համար ոնց կարելի է ոչ միայն մեր կազմակերպությունը, այլ նաեւ հարակից մեր գրուպում գտնվող կազմակերպություն կամ Գագիկ Ծառուկյանի հետ կապված այլ կազմակերպությունները այսպես փակել։ Ես դեռ չեմ խոսում այս մարդկանց առօրյա իրենց հացի խնդիրը լուծելու մասին։ Նաև կառավարության շահերի տեսակետից եմ նայում, ոնց կարելի է ասենք այս տիպի վարվել կազմակերպությունների հետ, չէ՞ որ այս կազմակերպության միջոցներից Պարոն Գայիկ Ծառուկյանի ներդրած փոխառությունների միջոցով վճարվել է հարկատեսակներ, այս մարդկանց աշխատավարձ, չէ՞ որ երկիրը ֆինանսական մի հատ օրգանիզմ է։ Այս մարդկանց չեն վճարում աշխատավարձ, չի վճարվում վարկեր, չի վճարվում մնացած կոմունալ եւ այլ մարդկանց պարտադիր վճարումներ։ Չեմ խոսում էլ առօրյա իրենց ապրելու համար անապազորյա sense կոչված հացի մասին։ Ես ուղղակի այս առումով շատ մեծ հանգարցակի եմ եկել այս տիպի վերաբերմունք իմ ունեցած այսքան տարվա աշխատանքային փորձով երբեք չեմ տեսել նման միջոցառում, որ ասենք կազմակերպությունը sense կապարակնքվի, մարդկանց չթողեն ներս մտնեն գոնե այն մարդիկ, ովքեր գալիս էին աշխատանքի, ասենք թե ես էի անվտանգություն եւ այլ։ Այս մարդիկ էլ հաշվելով, որ 2/3 իրանց աշխատավարձն են ստանում, հա, էլի տունն են գտնվել, բայց իրանք իմացել են, որ ասենք մինչեւ ամսի 15-ը պլյուս մինուս մի քանի օրով պարոն Գայիկ Ծառուկյանը իր միջոցներից փոխառություն է ներդրել, դա ես չեմ ասում, դա կարան մեր համակարգիչները ով արգրավել է, մեր փաստաթղթերն բոլորը ամբողջը նայեն, տեսնեն, որ այդ մարդը իր միջոցներով անդադ փոխառություն դնելով այս մարդկանց աշխատավարձը տնօրենի կողմից անընդհատ առաջի գծում աշխատավարձ հարկեր, մինչև սպասենք տեսնենք աշխարհաքաղաքական, ասենք ստեղծված Պարսկաստանի հետ, հա, Իրանի հետ հարևան երկրում իրավիճակի կարգավորման, որ մարդիկ գան նորմալ աշխատանքի, նորմալ այս կազմակերպությունը աշխատի, ավելի քան 20 միլիարդի մենակ հիմնական միջոցներ, հոսքագծեր եւ այլ այս կազմակերպությունում այսպես փակի տակ է։ Այդ մարդը ներդրում է կատարել, այդ մարդը, ինչպես մեր աշխատակիցները նշեցին, աշխատատեղ է ստեղծել այսքան մարդկանց համար։ Այս պահին մոտ 140 աշխատակից ունենք, բայց եթե այս կազմակերպությունը նաեւ գոնե ինչ որ չափով պետական աջակցություն ստանա, ես համոզված եմ, որ այդ թիվը պոտենցիալով կարող է կրկնապատկվի։ Գոնե ինչ որ քայլեր, ինչ որ բաներ, մի օր ինչ որ կառավարական նիստ, ինչ որ մի հատ հարթ, ինչով սուբսիդավորվի, ինչ արվի, ինչ կարելի է անել։ Փոխանակ այդպիսի քայլեր մենք տեսնենք մեր կառավարության կողմից, տեսնում ենք այս վերաբերմունք։ Ես լիահույս եմ, որպես սրտացավ մեր բոլոր աշխատողների ու մեր երկրի հանդեպ, որ ինչ որ մի պահի այս հարցը շատ արագ լուծում կստանա, այն մարդիկ, ովքեր այս ամեն ինչը կազմակերպել են, կգիտակցեն
որ սենց երկար շարունակվել չի կարելի, որտեղ սա մեծ տնտեսական վնաս է եւ ոչ միայն ստեղ հաշվի առնենք անհատի շահը, նաև սա տնտեսությունն է, որտեղ որ ցանկացած կառույց, ցանկացած քարը-քարին դրած գործ, դա տնտեսական մեր հնայի, մեր տնտեսական օգուտն է ու դա մեր հարստությունն է։ Ու այս ամեն ինչ, այս հումքը, այս ամեն ինչը ոնց որ մեր լաբորատորիայի վարիչը նշեց, ամբողջը մենք արդեն ամսի 6-ից փակ է, այսօր արդեն շաբաթից ավել է, հա։ Մենք չգիտենք ինչ վիճակում է մեր պատրաստի արտադրանքը, մենք չգիտենք հումքը ինչ վիճակի է, դրանք միլիարդների հումք ու պատրաստի արտադրանք ունենք մենք ներսում։ Այս տնտեսական անպայման վտանգը ամեն օր կա, որտեղ մեր լաբորատորիան, մեր արտադրամասը անդադ ջերմաչափերով ստուգում են եւ խոնավությունն է, եւ օդի չորությունն է, եւ ջերմաստիճանն է, մի խոսքով ամեն ինչը վերահսկողության տակ էր ամեն ժամ։ Նույնիսկ եթե իրանք պարապուրտի մեջ են եղել, իրանցից ինչ որ մեկը միշտ կապի մեջ ա եղել, միշտ այդ տվյալները ասվել է, միշտ մեր կացելնի կոչվածը, հա, կացայատունը վերահսկել է, իրանք որ եկել են պլոմբելու, նույնիսկ հաշվի չեն առել, որ կացայատունը պլոմբելով մենք այս վտանգի տակ ենք, նաև դա են պլոմբել, անջատել, տվել եւ այլ։ Կացայատնից ամբողջ եւ խոնավությունը եւ մեր միգուցե էներգետիկա ավելի ճիշտ կբացատրի այդ սիստեմային, թե ոնց է աշխատում, բայց ամեն դեպքում իմ իմացած իմ տեղեկություններով դա եղել է այս կազմակերպության համար հումքի պատրաստի արտադրանքի պահպանման ամենակարևոր ինֆրաստրուկտուրան, հա, կաթսայատունը։ Եվ էլի եմ կրկնում, որ հաշվի առնելով այս վատ վիճակում պարոն Գայիկ Ծառուկյանը ոչ մի անգամ չի ասել մարդկանց ինչ որ հրամանով ազատում տանք։ Մենք ինչքան աշխատակից ունեցել ենք մինչև պարապուրտը, բոլորին պահում ենք, բոլորին գնահատում ենք, բոլորին աշխատավարձը ժամանակին վճարում ենք, էլի եմ կրկնում, որ վճարումը կատարվում է փոխառությունների, այսինքն պարտքի միջոցով մենք վճարում ենք, որ մարդիկ չգնան, որտեղ մեծ լիահույս ենք, որ աշխարհաքաղաքական իրավիճակը կկարգավորվի, մարդիկ նորմալ կգան աշխատանքի, մենք էլ մեր տնտեսական գործունեությունը նորմալ կարողանանք կազմակերպել։ Երևի այսքան, այ չգիտեմ, այլ նմանապես։